Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն արձանագրվել եւ Կիևը հայելային սկզբունքով զերծ է մնացել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից։ Նրա խոսքով Աբու Դաբիում անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկվել է էներգետիկ ոլորտի վրա հարվածները դադարեցնելու հարցը։ Զելենսկին ընդգծել է, որ էներգիան կյանքի հիմքն է, հատկապես ձմեռային ցրտի պայմաններում։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Կիևի եւ մյուս քաղաքների պաշտպանության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ անձամբ է խնդրել Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել հարվածները Ուկրաինայի վրա։ Միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շուտով խաղաղություն կլինի։ Մենք շատ մոտ ենք համաձայնության, նշել է նա, ընդգծելով, որ բանակցությունները կարող են հաջողությամբ շարունակվել նաեւ առանց Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների մասնակցության։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակման գործընթացը։ Նրա խոսքով Մոսկվան բավարար հետաքրքրված չէ փոխանակումներով, համարելով, որ դրանք առավել կարևոր են Ուկրաինայի համար։ Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը գործընթացը չի դիտարկում որպես շահավետ իր համար։ Վերջին գերիների փոխանակումը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տեղի է ունեցել 2025 թվականի աշնանը։ Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները հունվարի 28-ից դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը։ Նշվում է, որ վիզայի կենտրոնները շարունակում են աշխատել, սակայն այլևս չեն ընդունում անձնագրեր եւ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր, սակայն որոշման պատճառների մասին չի հաղորդվում։ Միևնույն ժամանակ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին մուտքի թույլտվությունների համար դիմել Ռուսաստանի սահմաններից դուրս գործող վիզաների կենտրոն։ Հունաստանի իշխանությունը տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին նավատորմերին զգուշացրել է Իրանի ափերին մոտ նավարկելու ռիսկերի աճի մասին։ Այս մասին հաղորդում է Բլումբերգը։ Նշվում է, որ Հունաստանի նավագնացության նախարարությունը հանձնարարականներ է ուղարկել ոլորտի կազմակերպություններին, խորհուրդ տալով Հորմուզի նեղուցով երթևեկել Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Օմանի տարածքային ջրերին առավել մոտ։ Նախարարության գնահատմամբ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել իրավիճակի սրման Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում եւ Կարմիր ծովի հարավային հատվածում։ Ավելի վաղ Թեհրանը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը փետրվարի 1-ին եւ 2-ին Հորմուզի նեղուցում մարտական կրակոցներով զորավարժություններ կանցկացնի։ Իրանը պատրաստ է վերսկսել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, սակայն ընդգծում է, երկխոսությունը պետք է լինի փոխադարձ հարգանքի վրա հիմնված։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունում որևէ պարտադրող կամ թելադրող քաղաքականություն եւ պատրաստ է մասնակցել բովանդակային, բանական եւ արդարացի դիվանագիտական գործընթացների։ Նա նաեւ նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են վստահության վերականգնման եւ երկխոսության հիմնված փոխադարձ հարգանքի վրա։